Պարոն Մանուկյան, հիմնական այն մտահոգությունները, որ ներկայացրեցիք Վենետիկի հանձնաժողովին եւ ինչ ակնկալիքներ կան արդեն այս քննարկման փուլից արդյոք կընդառաջեն ընդդիմադիրների դիրքորոշումներին եւ կարծիքներն ընտրական օրենսգրքի շուրջ, քանի որ նախնական տարբերակում դրանք կարծես հաշվի չեն առնվել։ Գիտեք, ընդառաջ ասել չեմ կարող, որովհետև ուղղակի քննարկում է, իրենք լսողի դերում են։ Մենք ներկայացրեցինք մեր մտահոգությունները կապված նոր ընտրական օրենսգրքի հետ, սկսած տարածքային ընտրական ցուցակներից, մինչև փակ ու բաց քվեաթերթիկ, մինչև դիտորդների լրագրողների սահմանափակում, դրան գումարած նաև ընտրական էլեկտրոնային գրանցման հետ կապված խնդիրները, դրան գումարած ընտրական ցուցակների արդեն մասնակցած ցուցակների հրապարակման խնդիրը, այսինքն այն բոլոր խնդիրները, որոնք կան, մանրամասն մենք ներկայացրել ենք, ընդհանուր տպավորություն կա, որ ընդհանուր իրանք պատկերացնում են, թե ինչ խնդիրներ կան, որոշ խնդիրներ կային, որ մի քիչ այլ կերպ էին պատկերացնում, փորձեցինք ավելի մանրամասն օրինակներով ներկայացնել Հայաստանի ընտրական փորձից, եւ ես հույս ունեմ, որ նրանք այդ խնդիրները կներառեն եզրակացության մեջ եւ նաեւ կառավարության հետ աշխատելիս այս հարցերը կբարձրացնեն, որ մենք չունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը որ ըստ էության միայն իշխանության ցանկություններն ու միայն իշխանության պլաններն են ներառված այնտեղ, թե ինչպես ընտրություններն անցկացնել կամ ինչպես անել, որ իշխանությունը ամենաշատ ձայնը ստանա, այսինքն այդ բոլոր մտահոգությունները ներկայացվել են մեր կողմից։ Իսկ այդ քողարկված նկատի ունեմ ռեյտինգային համակարգը, որը շատերի դիտարկմամբ քողարկված մեծամասնական է ընդհանուր առմամբ, դրա հետ կապված մտահոգություն ձեր կուսակցությունները ներկայացրել եք թե ոչ։ Երևի թե ամենաառաջի մտահոգությունը, որ ներկայացրել ենք, դա է եղել, ուղղակի տպավորությունն այնպիսին է, որ աշխարհում տարբեր երկրներում կա այս փորձը կիրառված եւ նրանք մտածում են, որ դա նորմալ բան է։ Մենք նրանց ներկայացրեցինք, թե դա Հայաստանում ինչպես է ադմինիստրատիվ ռեսուրսի, ինչպես է տարբեր օլիգարխների որպես մեխանիզմ օգտագործելու, գործիք դառնալու եւ կարող է եւ այդպես է ընտրական իրավունքի գիտության մեջ, որ այո, համամասնական ունի տարբեր ձևեր, տարբեր օրինակներ, թե ինչպես կարելի է դա անցկացնել եւ Հայաստանի իշխանությունները ընտրեն այն ձևը, որը որ հնարավորություն է տալու իրենց անհավասար, ծայրահեղ անհավասար վիճակի մեջ մրցակցել ընդդիմադիր կուսակցությունների հետ։